Ինչո՞վ է պայմանավորված, որ հաճախորդներ չունեք։ Թանկ է։ Դե չէ, թանկ չի, դե հա, ընդհանուր առմամբ թանկ է, որ համեմատում են անցյալների, թանկ է։ Բայց դե հիմա մարդիկ են երևի դժվարանում առևտուր անեն, չգիտեմ, ամեն ինչը մեծ նշանակություն ունի։ Եվ բարձրացումը, եւ ամեն ինչը։ Նախորդ տարվա համեմատ ինչքան է թանկացել այս տարի գործի։ Նախորդ տարվա համեմատ շատ է թանկացել։ Նույն ժամանակ դե տենց կոնկրետ չեմ կարող ասել ինչքան թանկացել, բայց ահագին բարձրացել է։ Ասեք ինչ եք վաճառում եւ ինչ արժեք։ Տարբեր բան է։ Ցեպի 25500 դրամ, 26000, նայած որը ստաբիլ կներ չկա։ Համեմատական ասենք թե տարբեր արժեք 25000-ից սկսվում է։ Խաչերը նույնն է։ Ամեն զարդ իր արժեքն ունի։ Ինչ գներից է սկսվում։ Ու դե նույնը 25.5-ից մինչև բարձրանում է։ Այո։ Դենք ինչ արժեք։ 28000 գրամը։ Այսօր հասցրել եք ոսկի վաճառ։ Ոչ։ Բայց հույս Նես չի, որ ամեն օր մենք ոսկի ենք վաճառում։ Կարող ենք մի շաբաթ նստենք ոչինչ չվաճառենք։ Իսկ այստեղ աշխատելու համար պետք է ամեն օր ոսկի վաճառես, որ կարողանաս գոյատևես։ Նայեք մինչև նոյեմբերի 1-ը պիտի հայտարարագիր ներկայացնեք, թե չէ դուք անվելու եք, դուք պատրաստվում եք հայտարարագիր ներկայացնել։ Դե եթե ընդհանուր առմամբ լինի, հաստիպած պետք է ներկայացնես, բայց դա շատ աբսուրդային օրենք է։ Դա շատ վատ օրենք է։ Իրոք վատ է, որովհետև դա մեր շահերից չի բխում, որովհետև սա այն ոլորտը չի, որ հայտարարագիր ներկայացնես։ Մենք մեր սեղաններից ապրանք ենք տանում, լոմիտակ հանձնում ենք, որ ինչ-որ ասենք, թե մենք սենց մեր կարիքների հոգ տանենք։ Հիմա այս ամեն մի բանը, մի զարդը վերցեմ, ես կոմեն կոմանելուց պետք է հայտարարագիր նշան ներկայացնեմ, որ ես այս բանն եմ արել, այդ ինչ օրենք է։ Այսինքն ինչ անենք, պետք է հայտարարագիր նշանակեմ, որ պետությունն իմանա, ես ինչ արեցի, ինչ չարեցի։ Իսկ պետությունը գիտի, ես ընդհանրապես ոնց եմ ապրում, չգիտի։ Դա շատ սխալ օրենք է, այսքան։ Ասում են թափանցիկություն են ապահովում։ Դա թափանցիկություն չի, դա ավելի շատ ստվերա գցելու, այսպես ասեմ։ Դա հեչ թափանցիկություն չի, եւ ընդհանրապես դա թափանցիկություն չի էլ կարող լինել։ Ինչու՞։ Դե որովհետև այդ ինչի պատասխանը դուք էլ լավ գիտեք։ Ամեն դեպքում դուք էլ լավ գիտեք ինչի պատասխանը։ Հարկերն են, հա։ Սենց չի նենց, որ մենք ինչ-որ ստվերային ենք աշխատում, մենք ամեն ինչը թափանցիկ ենք աշխատում։ Ժողովուրդը մեր հետ հավասար ամեն ինչը լավ գիտի, որը ինչ արժեք ունի, որը ոնց ենք վաճառում, որը ինչ։ Այս չի, որ մենք սենց ստվերային աշխատում ենք։ Որ հարկերը բարեկացում են, այս վրա ինչպես։ Շատ վատ։ Այդ 10%-ն էլ է շատ սխալ։ Մենք եթե սենց 10% սենց աշխատենք, մենք լրիվ մինուս ենք գրում, դուրս է գալի, որ պետք է բոլորը ամեն ինչը փակենք, գնանք նստենք մեր տների մեջ ու սպասենք, թե ոնց է լինելու։ Շատ վատ։ Չեք պատրաստվում անել։ Չգիտեմ, հələ որ սենց կոպիտ ասած ծոցից կախված աշխատում ենք, էլ տեսնենք ոնց կլինի, ինչ կլինի։ Քանի տարի է, որ այս շուկայում եք աշխատում։ 2